Տեղյակ եք, որ Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում ջերմուկը, գինիները, մեր գյուղատնտեսական ապրանքները, ու ինչ ելք եք տեսնում այս իրավիճակից։ Երկարտահանումն եք տեսնում, պետք է որ արտահանվի այս երկրից, որովհետև շատ փոքր երկիր արտադրանքը շատ է, մնում է գյուղացու վրա ապրանքը։ Մի քանի տարի առաջ նույն դեղցը մենք ծախում ենք 500 դրամ, հիմա ծախում ենք 200 դրամ, որովհետև չի արտահանվում։ Մենք պետք է ունենանք լավ դիվանագետներ, որ բոլորի հետ կապերը նորմալ պահեն, ոչ թե ռուսից փոխվենք գնանք Եվրոպա։ Եվրոպայից ինչ ունենք մենք ստանալիք, ոչ մի բան չունեմ։ Այն ժամանակ որ դուրս էր գնում, մենք ծմերվա ընթացքում այս տնկովի սոխեր գիտեք, տնկովի սոխ էինք անում, մինչև 400 դրամ մենք սոխ ենք վաճառել, որովհետև շուկայի ընտիրաբրանքը գնում էր Ռուսաստան։ Ամբողջ ծմեր մենք 50 դրամով տնկովի սոխ ենք ծախել։ Ինչ արդյունք եմ տեսել։ Չարչարվում ենք, այդքան ստեղծում ենք, չենք հասցնում, այ ցավը տանը։ Էսի երգիր է պահում։ Էսի երգիր չի պահում։ Երգիրը խորտակում է էսի։ Կործանում է մեզի։ Վաղ միսօր մեր երեխեք ինչ անեն։ Ոչ աշխատանք կա։ Ոչ մեր արտադրանքն է նորմալ ծախվում։ 7 ջերմոց պամիդոր ունեմ։ Եթե դուրս չի գնում շուկայի մեծածախսը, փոքրածախսը ես ինչ անեմ։ Դրա համար մեզ պետք է լավ դաշնակից ունեինք ու մնար։ Եթե Ռուսաստան ներկայումս մի հատ ճանապարհը, մի հատ արդեն փակ է, գիտենք, ծաղիկներն է լցվել, այն որ մի ֆուր բրոկոլին ծաղկակաղամբերին թափին ստե կանալների կրակ տվին հավերին խոզերին մարդիկ։ Բայց դրա արածը այդ մարդը վառելա, բրոկոլին աճեցրել, թանկ սերմով, թանկ բարայտանцով, թանկ բուժանույթով, որ արտահաներ մի կոպեկ իր ընտանիքը պահեր, որ այսօրվա որ չկա, ինչ անենք մենք, ասեք դեն։ 7 տարի այս ժողովրդին ուրվական սարքեց։ Գյուղացին պետք է վարի է, ինչ ասեմ։ Ես հենց աշխատանք Terden gıvatı kendi kolum nerede? Gıvatın habran şevacarı yergu kupet çarşadı. Saat bana sesnesi. Oraya sen skenahte sakatı ki tangatı. Amen içi ki tangatı. Gaz ne, benzin ne, doyasın. Yalnız halmetek neren, habran neren kistanım. Gıvakan, dende sakat. Avrupa minçe femin şarimezi. İnç oku dedebe. Ասում են կանեն, ինչ արել Եվրոպան մինչև այսօր։ Մեր տնտեսության համար դա շատ անդառնալի վնասներ կարա տա, որովհետև մեր տնտեսությունը անմիջական կապնված է Ռուսաստանի հետ, ոնց որ կրծքով կերակրվող երեխան մորից։ Եթե մենք Ռուսաստանի հետ արտահանում կամ ներմուծում չունենանք, ուղղակի Հայաստանում պարենային անվտանգության լուրջ խնդիրներ կառաջանան, նաև մեր արտադրած գյուղմթերքը մենք իրականացնելու բացարձակ շուկա չունենք։ Մեզ բնականաբար եվրոպական շուկա թույլ չեն տա մուտք գործենք, որտեղ ընդեղի սանիտարական պայմանները ուրիշ են, իսկ Ռուսաստանում մենք կարում ենք սպառեինք մեր գյուղատնտեսական ապրանքների այռուցի բաժինը։ Շատ վատ է։ Հայաստանի սննկանում է, 100%-ով կսնկանա, եթե այդպես շարունակվի, շատ վատ կլինի, շատ վատ։ Պետք է միջոցներ ձեռնարկել, լեզու գտնել, բանակցել, խոսել, թե չէ շատ վատ է լինելու։ Մեր մթերքը ամբողջ մեր շուկան արտադրում ենք դեպի Ռուսաստանն է սպառում, եթե Ռուսաստան չսպառի, մենք կորացենք։ Եվրոպանի մեզ ձեր չի տա Եվրոպան։ Քո հարևանը ինչքան էլ վատ լինի, քո հարևանն է։ Այն Երևանի մարդը ինձի հարևան չլինի։ Գիտեք, դա ինչից է գալի, պետք է արժանապատիվ ժամանակին խոսացվեր Ռուսաստանի հետ, ոչ թե ինչ-որ հայտարարություններով Ռուսաստանին դեմሆነን հասկանում եք, այս հայտարարությունները վերջի տարիների ոչ արևմուտք գնալը, ոչ Ռուսաստանից անջատվելը, այդ վիճակը բերում է նրան, որ ռուսներին հանում է մեր դեմ։ Այս ամենը կտանի քաոսի, հասկանում եք, Ռուսաստանը ներկա է Հայաստանում, այնեն չի, որ մենք անջատված ենք ու ինչ-որ նա մի երկրի հետ գործ ունի, որտեղ ինքը չկա։
բոլոր բնակավարներում ինքը ներկա է։ Ամերիկա պարանոց հայտարարություններով իբր թե հապկից ենք դուրս գալի, արևմուտք ենք գնա, բայց արևմուտք չենք գնում, էլի նախ արևմուտք գնալու համար մենք շատ պետք է զարգանանք, որ մենք համապատասխանենք Եվրոպա մտնելու։ Հələ չեմ ասում, որ մենք սահման չունենք։ Իմ կարծիքով դա մեր տնտեսությանը, Հայաստանի տնտեսությանը շատ մեծ վնաս է հասցնում։ Գլորել անդունդ։ Կգլորվենք անդունդ։ Եթե երկար սենց գնա, լավ բանի չի տանի։ Քաղաքականություն է դա։ Ընտրության այդ շեմն է դրա համար տենց բարդությունները առաջեք։ Ընտրությունից հետո կարգավորվի ամեն ինչը։ Օգուտ հայ ազգի։ Մեր երկիրը խառնաշփոթության մեջ է, թե ինչ կլի չգիտեմ։